Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 14 Ուստի ով կարծում է, թե կանգնած է, թող զգուշանա, որ վայր չընկնի։ Առաջի Կորինթացիներին 10:12 Հետաքրքիր է, բայց կա այսպիսի մի արտահայտություն՝ շնորհքով պարծենալ։ Դու ասում ես, իմ հավատը մեծ է, չեմ սասանվի, փոքր հավատը կարող է, բայց ես երբեք։ Մյուսը կասի, իմ սերը շատ ջերմ է, ես հաստատ եւ անկոտրում եմ, եւ ճանապարհից շեղվելու վտանգ չկա ինձ համար։ Շնորհքով պարծեցողն իրականում քիչ շնորհք է ունենում, այնպես որ պարծենալու բան գրեթե չկա։ Մյուս նման արտահայտություններ անողները ենթադրում են, որ իրենց բավական է ստացած շնորհքը չիմանալով, որ հոսքը աղբյուրից անպակաս պիտի լինի, հակառակ դեպքում վտակը շուտով կչորանա։ Որպեսզի լամպը վառվի, անհրաժեշտ է, որ յուղը միշտ անպակաս լինի։ Որքան էլ պայծառ վառվի այն այսօր, եթե վաղը յուղը վերջանա, այն կհանգչի։ Խելամիտ եղիր, մի պարծեցիր քո առաքինություններով։ Պարծենալիս պարծեցիր միայն Տիրոջով ու նրա զորությամբ։ Միայն այդպես է կարելի խուսափել ընկնելուց։ Ժամանակ անցկացրու աղոթքի մեջ, իսկ ավելի շատ սրբազան երկրպագության մեջ։ Ընթերցիր Սուրբ Գիրքը լրջորեն եւ կանոնավոր կերպով։ Ապրիր բարեպաշտ կյանքով, Աստծուն մոտ եղիր, նմանվիր միայն լավագույնին։ Թող քո խոսքում լինի երկնքի անուշահոտությունը, իսկ սրտումդ մահացող հոգիների հանդեպ սերը։ Այնպես ապրիր, որ ոչ ոք չկասկածի, որ դու Հիսուսի հետ ես քայլում։ Կգա այն երջանիկ օրը, երբ նա, ում սիրում ես, քեզ կասի. «Ընկեր, ավելի բարձր տեղում նստիր»։ Այդ ժամանակ ուրախությամբ կլսես. «Բարի պատերազմը պատերազմեցիր, ընթացքը կատարեցիր, հավատը պահեցիր, այսուհետև քեզ մնում է արդարության պսակը, որը ոչ ոք քեզանից չի խլի»։ Սիրելի քրիստոնյա, հոգատարությամբ եւ երկյուղացությամբ, աստվածապաշտությամբ եւ ահ ու դողով պահիր Հիսուսի հանդեպ քո հավատը։ Թող քո ամփոփող աղոթքը լինի. ամրացրու ինձ քո խոսքի համեմատ Տեր։ Միայն նա կարող է քեզ ընկնելուց պահել եւ իր փառքի առաջ ցնծությամբ անարատ կանգնեցնել։